Ինչքան է լինում, որ մեր ծնողներին ուշադրություն չենք դարձնում։ Այս կյանքը ինչքան է նման վազքի, ոնց որ մարաթոն լինի։ Բոլորը վազում են։ Աստծո խոսքը ասում է պատվիր ծնողիդ, որ օրերդ նույնիսկ երկար լինեն։ Հետաքրքիր խոստում էլ կա։ Ասում առաջի պատվիրանն է խոստումով։ Ինչքան ենք տեսնում, որ զավակը անարգում է ծնողին։ Ինչ վիճաբանություններ են տեղի ունենում ծնողի եւ զավակի միջև։ Նույնիսկ տեսել եմ հայոյախառն վիճաբանություն։ Իմ համար խորթ աղել, ճիշտ է, այս աշխարհիկ եմ եղել, բայց իմ համար նման բանը խորթ է։ Բայց տեսնում ես ինչպիսի վերաբերմունք են զավակները ցույց տալի։ Աստծո խոսքը նաև պատվիրում է չնայած ծնողներին, ծնողները մեծանում են, իրենց մտածելակերպը փոխվում է, իրենք մտածում են, որ դեռ իրենց այդ ժամանակներն է, որ երիտասարդ են ու հնարավոր է ջղայնացնեն իրենց երեխաներին։ Աստծո խոսքը իրանց էլ ասում է՝ մի ջղայնացրեք, մի բարկացրեք ձեր զավակներին։ Էդ էլ է ասում։ Հավասարակշռության համար Աստծո խոսքը միշտ պատրաստ է։ Ամեն։ Բայց ուզում եմ մախ կենտրոնանանք նրա վրա, որ մենք մեր ծնողներին պիտի պատվենք։ Մեր ծնողներին պիտի հարգենք։ Հասկանանք սրտի դրտապատճառը, թե ինչի համար է ծնողը օրինակ մի բան ասում։ Նույնիսկ եթե մեր դուրը չի գալիս։ Բայց դրտապատճառն ուրիշ է, չէ՞։ Ամենաշատը մտածում են մեր շահի մասին, ոչ թե իրենց։ Ամեն ինչ անում են, զոհում են։ Սիրելիներ, այնպես չանենք, որ ժամանակն անցնի ու հետո ասենք ինչ լավ էր այն ժամանակ։ Ինչ լավ էր այն ժամանակ։ Հիմիկվանից պատվենք, հիմիկվանից հարգենք, հիմիկվանից ժամանակ անցկացնենք։